Ես Հովանես Պողոսյանն եմ։ Ես Գաբրիելն եմ։ Իմ կինն է Զարուհի Բաբայանը, իմ դուստրը Սոֆի Դևոյան կրտսերը։ Կինս է Լիաննան, լավ մայր, լավ կին։ Սարգիսը իմ մեծ տղան է, 5-րդ դասարան, լավ հաջողություններ ունի մաթեմատիկայի ոլորտում։ Դանիելը իմ փոքր տղան է, առաջի դասարան, նորից շատ լավ է սովորում։ Իդեպ ասեմ, շատ հետաքրքիր է, որ այսօր էլ ենք կլոր սեղանի շուրջ առհասարակ այդ մեր ընտանեկան ավանդույթներից մեկն է։ Այն ինչ իմ ոնց որ պապին այդ ստեղծել է իր օրինակով մեր ընտանիքում, այդ ամեն ինչը մենք փորձում ենք հայրս էլ ես էլ շարունակել։ Դա իհարկե ընտանիքի հանդեպ սերն է, ես հույս ունեմ, որ ես էլ կարողանամ այդքան ուշադրություն դարձնեմ իմ թողներին, ոնց որ իմ պապին ինձ է դարձրել եւ իմ հայրը իմ տղաներին։ Ես եւ իմ եղբայրը կարող եմ ասել, որ երջանիկ երեխաներ ենք, որովհետեւ ընտանիքը լսում է մեր խորհուրդները, մեր ինչ որ կարծիքները եւ ինչպես նշեցին, մենք նստում ենք կլոր սեղանի շուրջ եւ ամեն ինչ քննարկվում է այդտեղ եւ բոլորս կարողանում ենք մեր կարծիքը արտահայտել եւ դրան բավականին լավ եւ դրական արձագանք ենք ստանում։ Դուք նոր սերունդ եք ու շատ բաներ մենք դեզայնից ենք սովորում արդեն։ Մեր տանը շատ ընդունված է եղել շախմատը միշտ։ Դանիելն է սիրում, իհարկե ինքը ավելի շատ սիրում է եղբոր հետ խաղալ։ Ես ճիշտ ասած միշտ պատրաստ եմ խաղալ երկուսի հետ էլ, կարծում եմ, որ օգտակար է երեխաների համար շախմատ խաղալ։ Ամենակարևոր բանը դա օրինակ ծառայելն է։ Մարդը պետք է իմանա, որ տարիքով մեծ մարդուն պետք է ինքը հարգի եւ այդ ժամանակ ինքն էլ կարժանանա հարգանքի արդեն իր երեխաների կողմից։ Երեխաները ինչ տեսնում են, դա էլ սովորում են։ Մենք շատ ենք սիրում երեխաների հետ ժամանակ անցկացնել, թեյի սեղանի շուրջ սիրում ենք սեղանի խաղեր խաղալ։ Երկար օրվանից հետո բոլորս հավաքվում ենք, շփվում ենք։ Դրա համար շատ դժվար է դառնում երեխաներին երեկոյան տանել, պարկացնել, քնելու։ Իրենք չեն ուզում, որ օրը ավարտվի։ Նաև շատ ժամանակ եւ ակտիվություն է պահանջում երգի դպրոցը, որ արդեն 15 տարի է ինչ գործում է։ Այդ տարիքը շատ հետաքրքիր է երեխաների մոտ, երբ որ սկսում են նոր խոսել ու իրանց այդ քաղցր լեզվով ինչ որ նոր բառեր են հորինում։ Ունեինք այսպես մի հատ փոքրիկ բրոշուր, որտեղ գրի էինք առնում բոլոր խոճուճ եւ սիրուն համով հոտով ասված բառերը։ Կարող եմ ասել, որ լավաշին ասում էր բաբաշ։ Միշտ հիշում ենք եւ երբեմն նույնիսկ այդ բառերով ենք իրար մեջ խոսում մենք տանը։ Երևի 5 տարեկան էի, հա, որ առաջի անգամ գնացի նկարության, ես բավականին շատ սիրում եմ նկարել եւ նույնիսկ դպրոցում այն դասերին, որոնց ժամանակից մի քիչ անհետաքրքիր էր, ես տետրի հետևում նկարում եմ, սիրում եմ մանավանդ sense մանր էլեմենտները, դա իմ ամենասիրելի հոբիներից է կարելի ասել։ Մեկ համաձայնում ես, չէ՞, որ ես ասում եմ, արի ինչ որ ման նկարենք, բան դու սիրում ես իմ հետ sense մանր։ Օրինակ սոֆայից հետ ես։ Քո հետ ամեն ինչ ինքը սիրում է։ Իրականում իմ հետ ամեն ինչ համաձայնում է։ Որ վարքյան կապ չունի, ես ինչքան զբաղված եմ աշխատանքի տեղի, եթե ինքը ասում է, պապ ինչ ես անում, ասում ոչ մի բան։ Թող ընտանիքներում համերաշխություն լինի, մարդիկ իրար հասկանան։ Եվ ամենակարևոր բանը, որ կարող են ընտանիքի անդամները մեկը մյուսին տալ, դա հենց սերն ու ազատությունն է։ Մաղթում եմ մեր հայ ընտանիքներին սեր, հավատարմություն, համերաշխություն։ Ես տեսա, որ դուք այնքան գեղեցիկ եք, չկարողացա ձեզ չմիանալ։ Եվ հետո առիթից օգտվելով, որ այսօր ընտանիքի օր է, ես ցանկանում եմ բոլորին առողջություն, սեր ու ամենակարևորը երջանկություն։ Այդքան բան։